Ողջույն, եթերում այլ ոճով հաղորդումն է։ Առաջարկում եմ միասին պատրաստվել, հավաքել հետաքրքիր կերպար եւ գնալ ծանոթանալ մեր մասնակցի հետ։ Կոշիկներն էին մոռացել բարձրակրունկները, բայց ոչինչ։ Ծոփքերով այս կիսաշրջազգեստը ել ավելի հետաքրքրացնելու համար ես ընտրեցի կարմիր եւ սպիտակ գծերով շապիկը, բայց որպեսզի ավելի էլեգանտ դարձնենք կերպարը, կավելացնենք փիթշակը։ Եվ իհարկե բարձրակրունկները։ Դե ինչ, ես պատրաստ եմ, մեր մասնակիցը սպասում է, ես շտապում եմ։ Նա խուսափում է վառ գույներից, չի կրում կիսաշրջազգեստներ եւ բարձրակրունկներ, բայց որոշել է, որ կարծրատիպերը կոտրելու ժամանակն է։ Այսօր իրականացնելու ենք Լուսինեի կերպարանափոխությունը։ Գնանք ծանոթանալու։ Ես Լուսինե Մարտիրոսյան, 43 տարեկան, 3 երեխաների մայր։ Շատ ակտիվ գործունեություն եմ վարում, որովհետև 26 տարուց ավել մենեջմենթով եմ զբաղված, սպասարկման տարբեր ոլորտներում, բայց հիմա կենտրոնացել եմ ինֆլուենսինգ մենեջմենտի մեջ։ Ու իմ գործի բնույթից ելնելով ես միշտ հագել եմ պրակտիկ, մի փոքր այսպես casual, բայց ավելի հարմարավետ հագուստ, բայց հիմա հասկանում եմ, որ ժամանակն է ել ավելի ներկայանալի լինելու, որովհետև ես տարբեր միջոցառումների եմ մասնակցում, տարբեր բրենդեր եմ ներկայացնում, այդ իսկ պատճառով ուզում եմ որոշակի փոփոխություններ։ Երբ որ ես տեսա հաղորդման անոնսը, հասկացա, որ սա իմ շատ լավ հնարավորությունն է ու ինձ մասնագետները կօգնեն ոճային կտրուկ փոփոխություններ անելու։ Ինչու համար, որովհետև ես չէի հագնում կիսաշրջազգեստ, ընդհանրապես գեստ, չէի կրում ոչ մի տեսակի բարձրակրունկներ, իսկ հիմա լիովին պատրաստ եմ դրան ու անհամբեր սպասում եմ, թե մասնագետները ինձ ինչ ուղղությամբ են տանելու։ Ուզում եմ, որ վառ գույներ, հատկապես կարմիրը, ինչը իմ այսպես տաբու գույնն է եղել, հիմա ինչ որ sense ցանկություն կա, որ անպայման ինտեգրեմ իմ զգեստապահարանի մեջ։ Հույսով եմ, որ մասնագետները դա հաշվի կառնեն ու ցանկությունս կկատարեն։ Ողջույն Լուսինե։ Ողջույն Լուսինե ջան։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ, շնորհակալություն։ Պատմիր, թե այդ ինչ կարծրատիպեր են, որոնք խանգարում են քեզ կրել կիսաշրջազգեստներ։ Դա եկել է դպրոցից։ Այդ տարիքում ես բավական նիհար էի ու ինձ sense դասանի երեխաները անդադ շուտ մոռանում։ Մեկ բառով կոչվում է բուլինգ։ Մեզ այն ժամանակ տես չէին անում, ձեռ առնել էի կաչում։ Ու այդպես այդ կոմպլեքսը այսպես ինձ մեջ մտավ, որ վերջ ես էլ շրջազգեստ չեմ հագնելու ընդհանրապես ու դպրոցում բավական խնդիրներ եղան, բայց արդեն հասուն տարիքում ամեն դեպքում այդ մնաց, որ ես էլ չեմ հագնելու ոչ շրջազգեստ, ոչ կիսաշրջազգեստ։ Ու ես անցա տաբատներին։ Չեմ կարողանում հրաժարվել։ Իսկ ինչպես են դպրոցական տարիներին առաջացած այդ բարդույթները ազդել քո հետագա ոճի եւ կերպարի ձևավորման վրա։ Ամենից ձևավորվեց էլի տաբատի շուրջ։ Իմ կենսակերպից ելնելով, որ ես գերակտիվ այսպես, գործունեություն եմ ծավալում, ամեն ինչ անում եմ, որ կոմֆորտ լինի, casual լինի, բայց տաբատով։ Այսինքն միանգամից շրջազգեստ չկա, կիսաշրջազգեստ չկա, այս անգամ համադրել իրանց չէի կարողանում։ Այդ կարգի ոնց որ տաբու լիներ ինձ մոտ։ Գնում եմ խանութ, կանգնում եմ ու միանգամից գնում եմ տաբատների մոտ ու գույներ չլինեն։ Իսկ երբևիցե փորձել ես ձերբազատվել այդ բարդույթներից։ Անկեղծ ասած փորձեր եղել են, հատկապես մայրիկի ու քրոջս կողմից, այնց անընդհատ ինչ որ փոխի անընդհատ նույն ոճի մեջ ես անընդհատ նույնս, բայց անկեղծ չէի կարողանում։ Այնց պետք էր հստակ ինչ որ մասնագետ, որ ինձ կկարողանար ուղղորդել ու ճիշտ ձևով ես կարողանայի հավաքեի այդ լուքերը, բայց միևնույնն է չէր ստացվում, թե ժամանակի առումով, թե երևի ներքին ցանկություն էլ չկար։ Շատ կարևոր է հենց ներքին ցանկությունը։ Ինչպես հասկացար, որ պատրաստ ես կրել վառ գույներ։ Շատ պատահական այդ ազդակը եկավ ամուսնոցս, ես մազերի խնամք էի արել ու ասենց շատ կարմիր վառ գլխաշոր էի կապել ու ինքը ասեց, լույս ասեց, այս կարմիրը քեզ ոնց է սազում եւ այդտեղ այն կանացի ինչ որ մի հատ բան կա, չէ՞, անմիջապես սկսեցի ասենց փոքր դետալներից, բայց ոչ հագուստներից։ Ոչ, պատյան հեռախոսի գոտի, պայուսակ ու այդտեղից գնաց արդեն, որ չէ, ես գույներ եմ ուզում։ Ինձ արդեն պակասում է, ես այդ գույների կարիքը ունեմ։ Ու սենց փոքր ինչ որ դետալներով փորձեցի արդեն լուքերից մեջ դա ընդգրկել։ Բայց որ ասեմ սենց թեկուզ վերնաշապիկ կհագնեի, ոչ։ Դեռ դրան չէի հասունացել, այդ պահը դեռ չէր եկել։ Գիտենք, որ նաև շատ ակտիվ կենսակերպ աշխատանք ունես եւ բարձրակրունկներ չկրելը կապված է
գերծանրաբեռնված առօրյայի հետ, թե կան այլ պատճառներ։ Դա դրա տակ խոհարկված է ուղղակի։ Ես 20 տարեկանից այս կողմ բարձրակրունկ ընդհանրապես չեմ հագել, բայց ես պահա գալիս էլի հասկանում եմ, որ պետք է ներկայանալի լինել, ինչքան էլ ուզում ես դու ուղղակի կոշիկ հագի, ամեն դեպքում բարձրակրունկը այդ նույն էֆեկտը չի տալիս։ Երբ բացում ես պահարանը, հասկանում ես, որ այնտեղ վառ գույներն են պակասում, կիսաշրջազգեստներն են պակասում եւ բարձրակրունկներ։ Այո։ Բայց պատրաստ ես այդ կտրուկ փոփոխությունների, վառ գույներ, կիսաշրջազգեստ եւ բարձրակրունկներ։ Քանի որ ներքուստ արդեն ես եկել էի դրան ու գիտեք որ միտքը ինքը ուժ ունի ու ես այդ մտքերի մեջ եմ ու երբ որ ես հաղորդման անոնսը տեսա ես ասի սա իմ հնարավորությունն է ես դա ձեռքից բաց չեմ երբեք իրոք այդպես է եղել ես ասի ես հայտ ուղարկում եմ եթե ինձ ընտրեցին ուրեմն անելու եմ իսկ եթե չէ ուրեմն էլի այդպես կթողենք ինքնահոսի ու վստահ եմ երբ որ կա այդ պատասխանատվության զգացում ամեն դեպքում դու պրոյեկտի մեջ ես ու դու պետքա դա անես հա էլ ինչ որ ծլկելու տեղ չկա ես դրա համար ես այստեղ եմ չես փախչի այլևս ինչպես ես պատկերացնում կերպարանափոխությունը այ ինչ ոչ ես պատկերացնում ինձ թվում է ամենաառաջինը կանացի որովհետև ես ինչքան էլ որ փորձում եմ իմ լուքերի մեջ այդ կանացիությունը ստանալ միևնույնն է դա չի ստացվում ամեն դեպքում սպորտայինի մեջ կամ քեժուալի մեջ դու չես կարող այդ կերպարը հաստանալ, իսկ ես ինձ պատկերացնում եմ, որ ես վերջապես կլինեմ կանացի, ինձ այդ ֆորմատով կտեսնեն արդեն մարդիկ։ Եվ ամենակարևորը ցանկությունն է։ Այո, դա շատ մեծ է։ Լուսինեի հետ ծանոթացել ենք շատ հետաքրքիր ձևով, երկուսս էլ բալիկի էինք սպասում։ Մի անգամից շատ մտերմացել ենք, սիրել եմ իրան շատ, սիրել եմ իր տեսակը ու շատ կապվել եմ իր հետ։ Ընթացքում ոճի հետ կապված անընդհատ իրեն խորհուրդ եմ տվել, որ ավելի վառ հագնվի, ավելի գունեղ զգեստներ ընտրի, կիսաշրջազգեստներ հագնի ու վստահ էի, որ իրեն շատ դուր է գալու, բայց երբեք չէր փորձում։ Երբ Լուսինեն ասեց, որ մասնակցելու է հաղորդմանը եւ իր ոճը փոփոխվելու է, ես իրականում անակնկալի եկա ու զարմացա, որովհետեւ տարիներ շարունակ ինչքան բոլորս խնդրել ենք, փորձել ենք, փոփոխենք ինչ-որ բան, երբեք չի ստացվել ու ինձ թվում էր, որ բավականին բարդ կլինի իրեն համոզելը, վստահ եմ, որ ցանկացած փոքր փոփոխություն իր վառ կերպարի հետ շատ սազելու է։ Կարծրատիպերից հրաժարվելու ճանապարհին Լուսինեին հարկավոր են գրագետ եւ պրոֆեսիոնալ խորհուրդներ։ Այլ ոճով ներկայանալու հարցում այսօր կօգնեն ոճաբան Սիանա Մարտիրոսյանը, դիմահարդար Օֆելիա Ասատրյանը եւ ոճաբան վարսահարդար Սվետլանա Գասպարյանը։ Ողջույն։ Ուսումնասիրելով Լուսինեի կերպարը, կարծում եմ հարկավոր է նոր գույներ ներառել նրա զգեստապահարանում Սիանա։ Ահա Լուսինեի լուսանկարները, խնդրեմ։ Լուսինեն շատ գեղեցիկ կին է, մենք կկատարենք փոփոխությունը իր ոճի դեպի ավելի կանացիություն, կհաղորդենք իր զգեստապահարանին նոր գույներ եւ նոր սիլուետներ, կարծում եմ դա կլինեն կիսաշրջազգեստներ, զգեստներ, ավելի թեթև կտորներ կավելանան, քանի որ շուտով ամառ է եւ բարձրակրունկներ պարտադիր, ինչպես նա ցանկանում էր։ Բայց պետք է ասենք, որ Լուսինեն չի կրում կիսաշրջազգեստներ եւ բարձրակրունկներ։ Այ ինչպես է մեզ հաջողվելու այդ երկուսը ներառել։ Կարծում եմ կսկսենք փոքր կրունկներից եւ կիսաշրջազգեստները կփորձենք ընտրել այն ֆասոնի, որոնք ավելի հարմարավետ կլինեն, քանի որ Լուսինեն մայր է, ունի փոքր բալիկ նաեւ եւ շատ ակտիվ առօրյա։ Ինչ գույներ ես պատկերացնում նրա նոր ոճի համար։ Ես փոքրիկ հուշում տամ, որ նրա զգեստապահարանում չկան վառ գույներ, նա պատմում էր այդ մասին, բայց վերջերս սկսել է օգտագործել կարմիր աքսեսուարներ։ Միգուցե հենց կարմիր գույնը լինի մեր ակցենտը նոր ոճի։ Շատ լավ, եկեք փորձենք աշխատել կարմիր գույնի շուրջ, հատկապես այս ամռանը կարմիրի երանգները շատ տրենդային են եւ կարծում եմ շատ հետաքրքիր կերպարներ կստանանք։ Ընտրեցինք ճիշտ ուղղությունը։ Սվետլանա, Լուսինեի վարսերը եղել են տարբեր երանգների եւ այս փուլում դրանք մի փոքր վնասված են, ունի նաեւ մազաթափության խնդիր։ Արդյոք պատրաստվում եք երանգավորել թե ոչ։ Իրականում ես որպես մասնագետ խորհուրդ չեմ տա այդ փուլում գունափոխություն կատարել, քանի որ մազերը ունեն արդեն վնասված տեսք, ես կառաջարկեմ խնամք կատարենք, ավելի փայլ հաղորդենք մազերին եւ կտրվածքի միջոցով կփորձենք ոճափոխություն անել։ Այստեղ նկարում եթե տեսնում եք ունեցել է կարճ մազեր եւ շատ սազում են, կփորձենք ճակատային հատվածում ինչ-որ փոփոխություններ անել եւ ընդհանուր շատ գեղեցիկ կստացվի։
Կտրուկ փոփոխությունների վարսերի հարցում չսպասենք։ Չէ, ցավոք սրտի Այլապես կվնասենք հնարավորություններ չունենք, այո։ Լուսինեի գեղեցիկ եւ ընդգծված դիմագծերը ել ավելի ընդգծելու համար ինչ տեխնիկա պետք է կիրառել։ Քանի որ նա շատ նուրբ դիմագծեր ունի, մի փոքր կփոփոխենք հոնքերի ձևը, կտանք թաց դիմահարդարման տեսք, կընդգծենք մի փոքր աչքերը եւ կավելացնենք թաց էֆեկտով շրթներ։ Սիանա, դու համաձայն ես Սվետլանայի եւ Օֆելիայի առաջարկների հետ։ Այո, համաձայն եմ, կարծում եմ Լուսինեն շատ սազում է մուգ մազեր, համաձայն եմ Սվետլանայի հետ, քանի որ նա ունի բաց գույնի աչքեր եւ շատ գեղեցիկ նուրբ դիմագծեր, համաձայն եմ Օֆելիայի հետ, որ վառ դիմահարդարում հարկավոր չէ։ Շատ ափսոս, որ վարսերը վնասված են եւ այս փուլում չենք կարող երանգավորել, որովհետեւ այդ կտրուկ փոփոխությունը միանգամից աչքի կընկներ։ Այո, բայց հաշվի առնեք մի փաստ, որ բաց աչքերի հետ մուգ վարսերը դա իդեալական համադրություն են։ Իրականում որպես մասնագետ չէ փոփոխի գույնը։ Այսինքն եթե նույնիսկ չլիներ այդ խնդիրը, չէ փոփոխի, իրականում շատ սազում են իրեն իր մուգ մազերը, գտնում եմ, որ դրանից ավելի իդեալական համադրություն ուղղակի չէր կարող լինել։ Շնորհակալություն։ Քննարկումներից հետո վարսահարդարի եւ դիմահարդարի հետ մենք որոշեցինք, որ Լուսինեի կերպարը լինելու է բնական, այսինքն մեյքափը լինելու է բնական գույների մեջ, որ իր աչքերի եւ մաշկի գույնի հետ համահունչ լինի, իսկ սանրվածքը շատ հետաքրքիր փոփոխվելու է։ Լուսինեի համար ընտրելու ենք այնպիսի կերպարներ, որոնք կընդգծեն իր կանացիությունը, կլինեն կիսաշրջազգեստներ ավելի թեթև, նուրբ կտորներից եւ բարձրակրում կոշիկներ եւ բալետկաներ։ Ունեցան քննարկում, քանի որ չենք կարող փոփոխել մազերի գույնը, ունենք մազաթափության խնդիր, կփոփոխենք կտրվածքի միջոցով եւ կանենք խնամք։ Խնամքը ծավալ կհաղորդի մազերին, իսկ կտրվածքով կկարողանանք ոճափոխություն անել։ Որոշեցինք փոփոխել հոնքերի ձևը, որը ավելի գեղեցիկ եւ թարմ տեսք կհաղորդի Լուսինեին։ Սա շատ փոքր փոփոխություն է, բայց կերպարին կհաղորդի ավելի թարմ տեսք։ Լուսինեն կողմնակից է պրակտիկ համադրությունների։ Նրա զգեստապահարանում գերակշռում է բազային հագուստը։ Այսօր ոճաբան Սիանա Մարտիրոսյանի հետ միասին կտեսնենք, թե ինչ լրացումներ են հարկավոր։ Ողջույն Սիանա։ Ողջույն Լուսինե, ուզում եմ միասին նայենք Լուսինեի զգեստապահարանը։ Այստեղ տեսնում ենք մի քանի բաճկոն, որից լրիվ բազային ես կարող եմ համարել սա, որովհետև չունի ոչ մի ավել էլեմենտ ու իրան շատ գեղեցիկ մենք կարող ենք համադրել ավելի ակտիվ կոմպլեքս ստեղծելու համար։ Ինչպես կարող ենք անել, որպեսզի Լուսինեն աստիճանաբար կարողանա ընտրել վառ գույներով հագուստներ։ Ես չեմ ուզում առաջարկել լիովին փոխենք Լուսինեի զգեստապահարանը, առաջարկում եմ իր բազային հագուստներին ավելացնեն գույներ, էլեմենտներ, որը կկազմի շատ հետաքրքիր կապսուլա։ Իսկ ընդհանուր առմամբ, երբ նայում ենք նրա հագուստներին, որքանով են այս հագուստները ընդգծում նրա կառուցվածքը։ Տեսեք, այստեղ ունենք բաճկոն, որը չի ներկայացնում իր գեղեցիկ կազմվածքը, բայց տաբակներից հենց կառուցվածքի առավելությունները պետք է ընդգծել։ Այո, անացիությունն ավելի շատ, այո։ Այստեղ ունենք ժիլետկա, որը նորից քողարկելու է իր գեղեցիկ կազմվածքը։ Եկեք աշխատենք այն ուղղությամբ, որ ավելացնենք կիսաշրջազգեստներ, որոնք ընդգծեն իր գեղեցիկ գոտկատեղը, երկար ոտքերը եւ իր բարձրահասակ կազմվածքը։ Կիսաշրջազգեստ ասելով, այսինքն մենք պատկերացնում ենք կարճ, թե միջին, թե երկար։ Ես զրուցել եմ Լուսինեի հետ եւ տեղյակ եմ, որ ինքը դեռ պատրաստ չի գրել մինի։ Կարճից հրաժարվում ենք Լուսինե։ Բայց ինչի միանգամից, այո։ Զուտ հարմարության հետ կապված, բայց ոչ արդեն բարդույթի։ Հետո ինձ երևի թե կիսա շրջազգեստով ավելի ինձ հարմար կզգամ, ինձ թվում ավելի sense կեցվածքս կանացի կլինի, քան միդին է կոնը։ Հա։ Միդի չափսը դեպի ավելի մաքսի, քանի որ Լուսինեն բարձրահասակ է, ունի գեղեցիկ երկար ոտքեր եւ ակտիվ ապրելակերպ,
Այդ պատճառով մենք ընտրենք այս սիլուետի կիսաշրջազգեստներ, որոնք իր շարժը չեն սահմանափակել։ Երբ ասում ենք կիսաշրջազգեստ եւ կանացիությունը ընդգծել, միանգամից պատկերացնում ենք բարձրակրունկներ։ Այո։ Լուսինեն առօրյայում չի կրում բարձրակրունկներ եւ փորձենք իսկ զգեստապահարան ավելացնել կոշիկներ փոքր կրունկով եւ ուզում եմ առաջարկել բալետկաներ։ Լավ, մեկ կերպարը եկեք բարձրակրունկով, մյուսը բալետկաներով։ Այո։ Պատկերացումը կազմեցինք, կարծում եմ արդեն կարող ենք անցնել գնումների փուլին։ Ես անհամբեր սպասում եմ։ Ճիշտ ասած, ես էլ։ Վերլուծելով Լուսինեի զգեստապահարանը ես հասկացա, որ իր հագուստների մեծ մասը թաքցնում են իր գեղեցիկ կառուցվածքը եւ բացակայում են վառ գույներ, որոնք անպայման մենք պետք է ավելացնենք իր զգեստապահարան, որ ստանանք շատ կանացի, վառ գույներով լի կապսուլային զգեստապահարան։ Իմ զգեստապահարանը վերլուծելուց հետո ես հասկացա, որ իմ ոչ մի հագուստը չի ընդգծել երբևէ իմ կազմվածքը։ Նրանք եղել են ուղղակի հարմարավետ ու բազային գույներով։ Իսկ հիմա ես արդեն լսելով Սիաննայի ուղղորդումները, ես արդեն կաշխատեմ այնպիսի հագուստներ ինձ համար ընտրել, որ անպայման արդեն կազմվածքի վրա շեշտը դրվի։ Գնումների ժամանակ Լուսինեի ընտրությունը միշտ կանգ է առնում տաբատների, պիջակների եւ սպորտային կոշիկների վրա։ Բայց այսօր իրավիճակն այլ է, մենք եկել ենք նորությունների ետևից։ Լուսինե, պատրաստ ես։ Այո։ Սիանան խոստանում է, որ ամբողջ ընթացքում քո կողքին է լինելու եւ ես իսկապես շատ եմ ուզում քեզ տեսնել վառ եւ հետաքրքիր կերպարով։ Ես նույնպես։ Մեր ցանկությունները նույնն են, Սիանա։ Խոստանում եմ արդարացնեմ ձեր սպասելիքները։ Ամենակարևոր խորհուրդը մինչ գնումները սկսելը։ Ուրախ տրամադրություն։ Սա ամենակարևորն է։ Ամենակարևորը։ Դե ուրախ տրամադրությամբ գնացինք գնումները։ Մենք պատրաստվում ենք կատարել գնումներ Լուսինեի հետ միասին եւ կարծում եմ փոփոխությունները, որոնք պետք է անենք իր զգեստապահարանի հետ կապված, պետք է կատարվեն աստիճանաբար, քիչ-քիչ ավելացնելով գույներ, որ իր համար անսովոր չլինի։ Մինչ գնումները Սիանան ինձ խնդրեց ուղղակի, որ ես իրեն վստահեմ, նա իմ բոլոր մտքերը կարդաց, ես ինչ եմ ուզում, ինչից եմ խուսափում, ամենակարևորը ու վստահեմ, որ մեր գնումները կանցնեն շատ թեթև, հետաքրքիր ու մենք ունենանք լավ արդյունք։ Անտեսում ենք բոլոր պաստելային գույները եւ ընտրում ենք միայն վառ գույներ, ճիշտ եմ հասկացել, չէ՞։ Այո, բայց խորտ կտամ նեյտրալ գույները համադրենք վառ գույների հետ, որ շատ իր համար ստրեսային եւ անսովոր չլինի այդ փոփոխությունը։ Շատ լավ։ Ես մտածում եմ միայն հիմա պետք է ընտրել, այ օրինակ, կարմիր, վարդագույն եւ կանացի։ Տեղինն էլ է, չէ՞։ Այո։ Թրենդային ոճային գույնը, այո։ Տեղին դուր եկավ։ Բուրգունդին այս տարվա տրենդներից է եւ այդ գույնը կմնա մեր հետ նաեւ ամռանը։ Վերցնենք։ Լուսինեն եւ Սիանան փնտրում են կիսաշրջազգեստներ կերպարանափոխության համար, իսկ ես ընտրել եմ այն հագուստը, որով կներկայացնեմ ձեզ մի քանի հետաքրքիր համադրություններ։ Նուրբ ցանցավոր կիսաշրջազգեստի եւ դասական սպիտակ վերնաշապիկի համադրությունը բավականին հետաքրքիր է։ Բարձրակրունկ կոշիկները ընդգծում են կանացիությունը։ Իսկ եթե սիրում եք ավելի ինքնատիպ լուծումներ, ապա կարող եք ավելացնել նաեւ կորսետ հիշեցնող սև ժիլետ։ Հարմարավետ ու պրակտիկ կերպար ստանալու համար բարձրակրունկ կոշիկը փոխարինեք սպորտային կոշիկով, իսկ ժիլետը շապիկով։ Այս դեպքում ընտրել եմ ջինսե վերնաշապիկ եւ այն լրացրել բարակ գոտիով։ Հենց այս կերպարով էլ կգնամ ընկերներիս հետ հանդիպման։ Մենք ունեցանք շատ լավ օր գնումները կատարելիս Լուսինեի հետ, ընտրեցինք երկու շատ գեղեցիկ կերպար, Լուսինեն լսում էր իմ խորհուրդները եւ կարծում եմ, որ
իր կերպարները այսօրվանից կդառնան էլ ավելի կանացի։ Հույսով եմ Լուսինեն կշարունակի ընտրել իր համար հագուստներ այս նոր ոճի, որը ստեղծել ենք իր համար։ Քանի որ ինքս միշտ խուսափել եմ կիսաշրջազգեստների հատվածից ու չեմ կարողացել ճիշտ համադրումներ անել, Սիանան ինձ օգնեց շատ արագ կողմնորոշվել այդ ամենի հետ կապված ու արագ լուքերը հավաքեցինք ու ես իրեն հետևելով ես հասկացա արդեն որ գույները պետք է համադրեմ, որ ֆասոնները, անգամ կտորների տարբերությունները, որը պետքա ճիշտ համադրություն լինի ու իմ կազմվածքին համահունչ լինի։ Այդ առումով շատ ուրախ եմ, որովհետև ինքը փայլուն կերպով արեց իր աշխատանքը ու ես հիմա արդեն վստահ եմ, որ ինձ էլ հեշտ է լինելու այսուհետ իմ գնումները անել։ Սվետլանա ջան, քանի որ ես շատ կտրուկ փոփոխության կողմնակից եմ, հնարավոր է գույնի առումով էլ ինչ-որ մի բան արվի, բացի կտրվածքը։ Բայց դուք ինձ ասացիք, որ ունեք մազաթափության խնդիր, չէ՞։ Այդ դեպքում մենք չունենք այդ հնարավորությունը բացացնելու։ Մենք կկարողանանք կատարել կտրվածքի հետ կապված փոփոխություն, առաջարկում եմ ներկենք ձեր մազերը կապույտ սև, որը շատ սիրուն ծավալ կտա եւ փայլ կտա ձեր մազերին, կկատարենք խնամք, որը նորից փայլ կտա եւ ավելի փարթամ մազեր կունենաք նրա շնորհիվ։ Առաջարկում եմ դիմացի հատվածում ունենանք կարճ մազափունջ եւ թեթեւ շերտեր ունենանք, որ ելի ծավալ հաղորդեք մազերին եւ այդպես կթաքցնեք մազաթափության հետևանքները։ Այդ շատ կարեւոր է։ Գեղեցիկ ծավալ կտա ձեր դեմքին, ավելի կներփացնի եւ ձեզ շատ հեշտ կլինի խնամելը։ Այդ ամենակարևորն է, քանի որ ինձ ժամանակի առումով միշտ չի բավականացնում, ես դրա համար միշտ այդ կարճ մազափունջից խուսափել եմ, բայց այս անգամ կվստահեմ։ Կարծում եմ ձեզ շատ կսազի, նույնիսկ կարող եք չմտածել, վստահեք ինձ, կկատարեմ այդ գեղեցիկ ամեն ինչ, կունենաք սիրուն փարթամ մազեր եւ ամենակարևորը հետ կբերենք մազերի փայլը։ Իդեպ ասեմ ունեք սպիտակներ, այնպես կներկենք, որպեսզի ձեզ հետագայում խնամքը ավելի հեշտ կլինի։ Շատ շնորհակալ կլինեմ։ Լուսինեի հետ ունեցանք քննարկում, իդեպ շատ հեշտ էր նրա հետ գալ որոշմանը։ Ես բացատրեցի որպես մասնագետ ինչ կարող ենք անել, քանի որ ունենք մազաթափության լուրջ խնդիր։ Ես խոստացա, որ կկատարեմ կտրվածքի միջոցով փոփոխություն, կտեսնեք արդյունքը վերջում։ Բարձրարդարման հետ կապված ես պատրաստ էի կտրուկ փոփոխությունների, անգամ գույնի հետ կապված, բայց քանի որ մազերս արդեն 8 տարի սև են, եւ ես ունեմ այս պայդրության մազաթափության լուրջ խնդիր, մենք դա շրջանցեցինք եւ Սվետլանան արդեն կտրվածքի միջոցով կստանա այդ փոփոխությունը։ Ու ինձ թվում է կերպարի հետ լրիվ համահունչ է լինելու։ Հոնքերը մի փոքր կկարճացնենք, որպեսզի ավելի նորից ձգված հայացք ստանանք եւ կօգտագործենք թաց շրթեր։ Շատ լավ։ Ես խորհուրդ եմ տալիս առանց բազայի չօգտագործել տոնային քսուկ։ Իսկ արևապաշտպանի ու խոնավեցնողի մասին ինչ կասեք։ Արևապաշտպանը պարտադիր է, դա առաջնային խնամք է, բայց դա պետք է օգտագործեք տանը անպայման ամեն օր։ Ու գիտեք ինչ կուզենայի ինձ խորհուրդ տայիք Օֆելիա ջան, օրինակ երբ որ ունես կանաչ աչքեր, ինչը բացառել։ Ձեր աչքերին կբացառեմ աղեղները։ Ես էլ եմ բացառում։ Մնացածը ինչ ցանկանում եւ սմոքիայի ասվածը։ Իսկ կարմիր շրթներ կա։ Կարմիր շրթներ ձեզ շատ կսազի։ Բայց դու դա քիչ չեք անում։ Չէ։ 43 ավտոմատ դառնում է 23։ Օ։ Ես ինքս ծանր դիմահարդարում չեմ սիրում եւ Օֆելիան դա արագ, այսպես ասած, հասկացավ եւ շատ թեթև ու հետաքրքիր լուծումներ տվեց ու շեշտ դրվելու է հոնքերի վրա։ Ես անկեղծ ասած սպասում եմ արդյունքին։ Լուսինեի հետ քննարկեցինք, նա շատ հեշտ համաձայնվեց այդ փոփոխությանը։ Նրան շատ գեղեցիկ տեսք կհաղորդի հոնքերի փոփոխությունը։ Նաև նշեմ, որ անելու ենք թաց դիմահարդարում, որովհետև նրա մաշկը ավելի չոր է եւ թարմություն կհաղորդենք թաց դիմահարդարմամբ։
Սիանա, ես իսկապես անհամբեր ուզում եմ տեսնել Լուսինեի նոր կերպարը եւ հուսամ, որ մեզ մոտ ստացվեց փոխել նրա նախկին մոտեցումները եւ պատկերացումները։ Պատմիր Լուսինեի նոր կերպարի մասին։ Ճիշտն ասած, ինչպես սկզբում ասում էի, շոփինգի համար մեզ շատ հարկավոր էր լավ տրամադրություն։ Մենք օրը սկսեցինք միասին սրճելով, ծանոթացանք Լուսինեի հետ, հասկացանք ինչ ենք մենք միասին պատկերացնում եւ գնացինք միասին աշխատելու ու կերպարը հիմա կտեսնեք։ Մեր դիմաց դրված էր հստակ երկու խնդիր։ Լուսինեի զգեստապահարանում ավելացնել վառ գույներ եւ տեսնել նրան կիսաշրջազգեստներով։ Եվ արդյոք այդ երկուսը ընդգրկված են նրա նոր կերպարներում։ Այո, առաջի կերպարի մասին մի փոքր պատմեմ, մենք ընտրել ենք կիսաշրջազգեստ այս սեզոնի շատ նորաձև է կարագի գույնը, ինչպես ասում են, եւ բուրգունդի բալետկաներ, որը կարմիրի մուգ երանգն է, ու շատ գեղեցիկ համադրել ենք այդ գույնները շոկոլադե գույնի հետ։ Արդեն բացեցիր փակագծերը։ Հա, հիմա տեսնենք։ Ես առաջարկում եմ Լուսինեին հրավիրել այստեղ։ Խոսքերն ավելորդ են։ Եվ ինչպես ես քեզ զգում նոր ոճով եւ ամենակարևորը կիսաշրջազգեստով։ Շատ լավ, այ հենց այդ ազարմանում, որ ես ինձ շատ լավ եմ զգում, ես ինձ զրկել եմ այսքան ժամանակ այս ամեն ինչից։ Դու սպասում ես կերպարանափոխությանը, որպեսզի հագնես կիսաշրջազգեստ Լուսինե։ Հա, երևի ձեզ էս ասում։ Իրոք խոսքեր չունեմ, Սիանա հրաշալի է։ Ու այս գույները, ասենք, իմ համար այս ամեն ինչը հակասություն է։ Ես մենից սրա հետ եմ համաձայն։ Միայն։ Հա, բայց հիմա այն որ ամեն ինչ իդեալական է։ Իսկ ստացվեց Լուսինե հաղթարել որոշակի բարդույթներ եւ ինչպես օգնեց մասնագետների հետ աշխատանքը։ Այնքան սահուն էր ամեն ինչը Սիանայի հետ, որ ես ոչ մի տեսակ ինչ-որ կոմպլեքս անգամ առաջարկած լուքերի հետ ես չեմ ունեցել։ Ինքը ինչ առաջարկել է, այս ամբողջը փորձել եմ, ունեցել որ վայ տենց էլ պետքա լիներ, այսինքն ոչ մի տեսակի ինքս ինձ ինչ-որ հաղթահարում չի եղել այդ փուլում, հա, բայց այս կերպարը արդեն ընդունել է, այս արդեն հրաշք է։ Իսկ փոփոխությունները, այսինքն տրվեցին շատ սահուն։ Այո։ Նաև պատմիր վարսերիդ եւ դիմահարդարման մասին։ Այ վարսերը երևի ամենա ասենց ծանրն էր։ Հա, ես մազափնջին միշտ ասենց դեմ եմ եղել, որտեղ իրան պահելը, խնամելը շատ դժվար է, բայց Սվետլանան ուղղակի ասենց հրաշք գործեց։ Իրականում պետք է ասեմ, որ նոր սաներվածքը շատ է երիտասարդացնում եւ շատ ճիշտ ընտրություն է արվել բոլոր մասնագետների կողմից, կարող եմ այսպես ասել։ Նաև ունենք երկրորդ կերպարը, մինչ դուք զգեստափոխվես, Սիանան մեզ կպատմի երկրորդ կերպարի մասին։ Շատ լավ, դες գնամ։ Սիանա մանրամասն ներկայացրու երկրորդ կերպարը Լուսինեի, երկրորդ կերպարում կլինեն բարձրակրունկներ։ Այո, երկրորդ կերպարը լինելու է բարձրակրունկներով, մենք օգտագործել ենք կարմիր գույնը կերպարը հավաքելիս, քանի որ Լուսինեն շատ էր ցանկանում, որ իր զգեստապահարանում վերջապես հայտնվի կարմիր գույնը։ Մենք ընտրեցինք կարմիր վերնաշապիկ եւ նա համադրեցինք սպիտակ կիսաշրջազգեստով միդի բոյի, որը այս ամառը շատ նորաձև է լինելու։ Վառ գույները առկա են, այսինքն դեղինը, կարմիրը, բուրգունդին, բոլոր այն գույները, որոնք Լուսինեն երբեք չի օգտագործել, այսպես ասենք։ Այո, նաև ընտրել ենք այդ վառ գույները այնպես, որ իր մշտական զգեստապահարանը աշխատի իր նոր հագուստների հետ։ Ես անհամբերությամբ ուզում եմ տեսնել Լուսինեին բարձրակրունկներով եւ կիսաշրջազգեստով։ Եկեք կանչենք Լուսինեին։ Ցնցող տեսք ունես Լուսինե։ Իսկապես եմ ասում։ Եվ զարմանալի է, թե ինչու դու մինչ այսօր չէիր կրում կիսաշրջազգեստ, վառ գույներ եւ փոքրիկ կրունկներ։ Ոդկը խոսքեր չունեմ այս բայդրությամբ։ Ես կյանքում չէի մտածի, որ ես կարող ասենց տեսք ունենամ։ Այս մի հատ լրիվ ուրիշ Լուսինե է։ Ծանոթացեք։ Ես համարում եմ մեր առաքելությունը իրականացված Սիանա, որովհետև նա իր զգեստապահարանում ունի այսպիսի վառ գույներ, ամենակարևորը կիսաշրջազգեստ։ Այո,
ու կրունկները, ինչ էր թվում, որ կրունկները միշտ պետքա բարձր լինեն։ Կարող է լինել այսպիսի ու դու էլի լինես կանացի ու ոճային ու շատ հարմարավետ։ Այ ամբողջ հարցը հենց դա է, որ ես էլի հարմարավետ, այո։ Կոմֆորտ զոնա է, այսպես ասած, բայց այսքան գեղեցիկ։ Սիանը Շատ գեղեցիկ է Լուսինե։ Ստացվեց այն ամենը, ինչ դու պատկերացնում էիր։ Պատկերացումից վեր էր։ Ես ասեմ, ինձ թվում էր, որ սենց մի քանի գույներ կլինեն, անպայման ինչ-որ կարմիր շրթներ կլինի, որ ավելի սենց երևացած լինի, բայց որ չխախտելով այսպես իմ էությունը ու սրան ավելացնել այսքան գույն ու հրաշք ուղղակի։ Նոր ոչ։ Այո, Չէի պատկերացնում։ Չէի պատկերացնում։ Իսկ ում արձագանքին ես ամենաշատը սպասում։ Ամենաշատը ճիշտն ասած ընկերուհուս, ասեմ ինչի, որովհետև ինքը միշտ դրթողն է եղել, որ արի ես փոխենք, արի սենց փոխի, ու ես միշտ սենց կարծրատիպեր ունեի, որ չէ, չեմ ուզում, ու ինքին շատ բաներ է այսպես փոփոխել, չնես տարիքով փոքր լինելով հանդերձ, դրա համար առաջինը իր արձագանքին, որ ասի, տեսա որ ասում էի, քեզ սազել էր։ Եվ հենց այդպես էլ եղավ։ Լուսինե, քեզ մաղթում եմ վառ եւ համարձակ համադրություններ եւ թող քո նոր ոճը կոտրի բոլոր կարծրատիպերը։ Շատ շնորհակալ եմ, իսկապես դա այդպես է, ու ինչն է ամենակարևորը ինձ համար, ես եւս մեկ անգամ ինձ հաղթեցի։ Այսինքն, երբ որ ինչ-որ sense ուզում ես ինչ-որ բաներ անել, բայց քեզ պահում է ինչ-որ ու մեկ էլ դու ասում ես, չէ, ես կհաղթեմ ինձ, այսօր այս իմ հաղթանակն էր եւս մեկ անգամ, ու ես շատ ուրախ եմ, որ այս տեսակ հաղթանակ է։ Ես շատ ուրախ եմ իսկապես։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Սիանա ջան։ Շատ գեղեցիկ է նորից ասում Լուսինե ջանը, հույսով եմ քո զգեստապարանում այսօրվանից կլինեն լիքը այսպես վառ գույներ։ Ես քեզ խոստանում եմ։ Իսկ ես համոզված եմ։ Սենց հակնևես ոնց եմ քեզ համոզել դարավես իսա շրջած քեզ հակնես Գրում կարմիր գույն չեմ հավատում որ դու ես ռոստը նայեմ վաու հուսով եմ սենց ամեն օր արդեն կլինես Լավ ամեն օր խաղում եմ իվենտներից Կարմիրի միջայլոց քեզ շատ ասածին ես երբեք կարմիրով չէի տեսել Ես այսօր իմ համար էլ շոկային բայց ընտիր Միանգամից Լուսինեին տեսա կարմիր հագուստով, ինչը իմ համար շոկային էր, ես երբեք չեմ տեսել իրեն վառ գույներով, տեսել եմ միշտ բեժ, ինչ-որ թեթև գույներով, երբեք այդ վառ տեսակը իրա չեմ ճանաչել, ինձ համար լրիվ նորություն էր, շատ հավանեցի ու ուզում եմ, որ ինքը նման կերպով շարունակի իր ոճը պահել, որպեսզի իրեն այդպես վառ տեսնենք բոլորս։ Եթե ասեմ սպասելիքներս արդարացան, դա կնշանակես ոչինչ չասեմ, ակնհայտ տարբերությունը երևում է ու դա հեռուստադիտողն էլ կգնահատի, թե ինչ հսկայական աշխատանք արեցին մասնագետները ինձ հետ։ Թվում էր թե ամեն ինչ լավ էր, բայց սա էլ ավելի կատարելագործված տեսակներ իմ, ինչին ես դեռ պետքա ընտելանամ, որովհետև ամեն ինչ նոր է, հա, թե գույները, թե այս կերպարը, բայց ես այն շատ սիրեցի ու վստահ եմ, որ կիրառելու եմ այսուհետ Այն մարդիկ, ովքեր որ ինձ ճանաչում էին այսպես նախկինում, հիմա արդեն կծանոթանան նոր ոճային Լուսինեի հետ։ Այս հնարավորության համար առաջնային շնորհակալ եմ հանրային հեռուստաընկերությանը ու հատկապես իմ մասնագետ Սիաննային, որը փայլուն աշխատանք ուղղակի արեց։ Շատ շնորհակալ եմ։